Ես այս տեսանյութում ապացուցելու եմ, որ եթե ունենք կոտորակ եւ այդ կոտորակի համարիչն ու հայտարարը բազմապատկենք նույն թվով, ապա կստացվի այդ կոտորակին հավասար կոտորակ։ Այստեղ ես ունեմ 4/6 եւ հիմա ես 6-ը կբազմապատկեմ 2-ով, այսինքն արդեն հայտարարը բազմապատկում եմ 2-ով։ Եվ եթե ես համարիչն էլ բազմապատկեմ 2-ով, ապա կստանամ 4/6-ին հավասար կոտորակ։ Այստեղ եթե 6-ը բազմապատկենք 2-ով, կստանանք 12։ Իսկ եթե 4-ը բազմապատկենք 2-ով, կստանանք 8։ Այսինքն, իմ ասածից ստացվում է, որ 4/6-ը հավասար է 8/12-ին։ Ես հիմա այս ամբողջը կպատկերեմ նաև այստեղ, այստեղ կտեղադրեմ, որպեսզի դուք ավելի լավ պատկերացնեք։ Ինչպես տեսնում եք, ես այստեղ ունեմ 6 հավասար մաս, եւ հիմա այդ 6 հավասար մասերից յուրաքանչյուրը կբաժանեմ 2 հավասար մասի, որպեսզի ընդհանուր ունենամ 12 իրար հավասար մաս։ Այստեղ 8, 10 եւ 12։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12։ Եվ դրանցից ներկված է 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-ը։ Այսինքն ներկված է 8/12 մասը։ Ստացվեց, որ 8/12 մասը նույնն է, ինչ որ 4/6-ը։ Այսինքն, եթե մենք մեր ամբողջի հավասար մասերի քանակը 2 անգամ շատացնենք, ապա պետք է նաև 2 անգամ շատացնենք դրան ներկված մասերի քանակը։ Հիմա ես կապացուցեմ, որ համարիչի ու հայտարարի բաժանումը նույն թվի վրա նույնպես կհանգեցնի հավասար կոտորակների ստացմանը։ Այսինքն, եթե ես 6-ը բաժանեմ 2-ի եւ 4-ը նույնպես բաժանեմ 2-ի, ապա կստանամ 4/6-ին հավասար կոտորակ։ Այստեղ կստանամ 3, իսկ երբ 4-ը բաժանեմ 2-ի, կստանամ 2։ Այստեղ գրեմ բաժանած 2-ի, կստանամ 2/3։ Այսինքն 2/3-ը պետք է հավասար լինի 4/6-ին։ Ես հիմա այս ամբողջը կկրկնօրինակեմ եւ կտեղադրեմ այստեղ։ Եվ հիմա այս 6 հավասար մասերից երկուական պետք է միացնեմ իրար։ Այս երկու մասը կդառնա մի մաս, այստեղ նույնպես, եւ այստեղ նույնպես։ Կստացվի, որ ընդհանուր ունեմ 3 իրար հավասար մաս, եւ այդ 3-ից ներկված է 2-ը։ Ուրեմն ստացանք 2/3։ Պատկերի 2/3 մասը ներկված է։ Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ 3 պատկերների հավասար մասերն են ներկված։ Այսինքն 2/3-ը հավասար է 4/6-ի, որն էլ հավասար է 8/12-ի։ Այս 3 կոտորակները միմյանց հավասար են։ Եկեք այս թեմայով մի խնդիր լուծենք։ Ենթադրենք ունենք մի կոտորակ, եւ որից պետք է ստանանք իրեն հավասար մեկ այլ կոտորակ։ Ուրեմն ունենք 5/25, որը հավասար է մեկ այլ կոտորակի։ Այդ կոտորակի համարիչը կնշանակենք t տառով։ Այստեղ գրեմ t, իսկ հայտարարը 100 է։ Ինչ եք կարծում, որն է t-ի արժեքը։ Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ հայտարարը մեծացված է 4 անգամ, որովհետև 25 անգամ 4 հավասար է 100։ Ուրեմն մենք պետք է համարիչը նույնպես մեծացնենք 4 անգամ, որպեսզի ստանանք հավասար կոտորակներ։ Ուրեմն համարիչը կլինի 20, որովհետև 5 անգամ 4 հավասար է 20, այսինքն t-ն հավասար է 20-ի։ Այստեղ կգրեմ 20։ Լավ, եկեք մեկ այլ օրինակ նայենք։ Ենթադրենք ես այստեղ հայտարարում ունեմ հարցական նշան, որը չգիտեմ ինչ է, իսկ համարիչում 1։ Եվ մենք պետք է գտնենք, թե որն է հարցական նշանը։ Ինչպես տեսնում եք, 5-ը բաժանած է 5-ի եւ ստացել եմ 1։ Այսինքն համարիչը փոքրացրած է 5 անգամ։ Իսկ հայտարարը պետք է նույնպես փոքրացնենք 5 անգամ, որպեսզի իմանանք, թե որն է հարցական նշանը։ Եթե 25-ը բաժանենք 5-ի, ապա կստանանք 5։ Այսինքն հարցականը հավասար է 5-ի։ Ուրեմն կստացվի 1/5։ 1/5-ը հավասար է 5/25-ի, որն էլ հավասար է 20/100-ի։